Բարի երեկո բարեկամներ։ Այսօր խոսելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Չինաստանի մասին որպես տեխնոլոգիական ինովացիաների կենտրոն։ Փորձելու ենք միասին հասկանանք դա այդպես է թե ոչ։ Եվ ինչպես խոսք էի տվել, խոսելու եմ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, ինչի մասին մինչ օրս չեմ խոսել։ Այս թողարկումը սկսում եմ հղում անելով մեր նախորդ թողարկումներից մեկին, որի ենթավերնագիրն էր Խոսքն ու գործը։ Մեր գործընկերները սկսել են շատ գեղեցիկ, շատ հայկական մի նախագիծ, որի անունն է Բանիմացիա։ Բանիմացիան կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարք է, որը նվիրված է հայոց պատմության էջերին, ազգային մշակույթին եւ ավանդույթներին։ Մուլտֆիլմերը պատմում են մեր ազգային արժեքների մասին անիմացիայի լեզվով, փաստերի մատչելի հետաքրքիր մատուցմամբ եւ տեղին հումորով։ Ձևաչափը մուլտիպլիկացիոն է երեխաների համար, բայց կան բաներ, որոնց մասին նույնիսկ մենք չգիտենք, հետևաբար նաև մեծահասակների համար է։ Մարդիկ իրենց խոսքը վերածել են գործի։ Բաժանորդագրվեք բարեկամներ Բանիմացիա YouTube-յան ալիքին, օգնեք, որպեսզի այս գեղեցիկ հայկական նախաձեռնությունը դառնա ել ավելի ճանաչելի։ Հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում, նաև թողարկման նկարագրության մեջ։ Եվ կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են ինտերնետ կոնտենտով, հաճախ իրար լուսաբանեն, հղում անեն։ Այսպես համացանցում կձևավորվի հայկական տեսակետը։ Իսկ հիմա սկսեցինք։ Լինում է մի սար, այս սարում մի ծառ։ Ծառում մի փչակ, փչակում մի բուն, բնում 3 ձակ ու վրեն կկուն։ Չարի վերջը Հովհաննես Թումանյան։ Հիմա ձեր հեռախոսների, համակարգիչների էկրաններից տարակուսած նայում եք ինձ բարեկամներ, հասկանում եմ։ Եվ հարց է կախվել, թե ինչ կապ ունի չարի վերջը հեքիաթը այսօրվա հետ եւ ընդհանրապես քաղաքականության հետ։ Այս պահին հեքիաթն այդքան կարևոր չէ, որքան հեքիաթի սկիզբը։ Հիմա ուշադիր եղեք բարեկամներ, նորից կրկնեմ։ Լինում է մի սար, ուշադիր խնդրում եմ։ Այն սարում մի ծառ, այն ծառում փչակ, փչակում մի բուն, բնում 3 ձակ ու վրեն կկուն։ Հովհաննես Թումանյանը հենց հեքիաթի սկզբում նշում է այս պատմության խնդիրը, պրոբլեմը։ Հարցը բառախաղի մեջ չէ եւ ընդհանրապես հարցը բարդ չէ։ Նկարագրված է բնականոն ընթացքի խախտում, ավելի ճիշտ մի երևույթ, արատավոր երևույթ, որը բնության մեջ չի կարող լինել։ Այս հեքիաթը գիտենք բոլորս, սակայն երբեք ուշադրություն չենք դարձնում հեքիաթում ամենակարևորի վրա։ Նույնիսկ չենք էլ նկատում։ Սա ուղղակի կապ ունի այս թողարկման վերջի հետ, այն մասի, երբ խոսելու եմ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից։ Մտածեք, մինչև հասնենք վերջին։ Իսկ հիմա գնացինք առաջ։ Նախորդ թողարկմանը, որտեղ նշում եմ, որ Չինաստանը տեխնոլոգիական ինովացիաների երկիր չէ եւ որ Չինաստանը տեխնոլոգիաներ սպառող երկիր է, ինչպես եւ սպասում էի բարեկամներ, դարձավ թեժ քննարկումների եւ հակասությունների թեմա։ Եվ ասեմ, որ այո բարեկամներ, բոլոր մեկնաբանությունները կարդում եմ, հիմա մի քանի պարզաբանում եւ հստակեցում այս թեմայով։ Որևէ երկրի տեխնոլոգիական եւ ինժեներական նորարարություն համարվում է այն վերջնական ապրանքը, պրոդուկտը, որը 0-ից մինչև վերջ մտածվել, մշակվել, նախագծվել եւ արտադրվել է մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց կողմից եւ չունի աշխարհում նախադեպը, կամ ունի, սակայն տվյալ ու առանձին դեպքում իրականացված է նախադեպը չունեցող բացառիկ տեխնոլոգիական եւ ինժեներական լուծումների միջոցով։ Սա է համարվում տեխնոլոգիական ինովացիա, այսպիսին է տեխնոլոգիական նորարարության սահմանումը։ Չինաստանը մինչ օրս չունի նախագծած եւ արտադրված որևէ բան, որը չունի նախադեպ։ Այո, Չինաստանը արտադրում է մեքենաներ, հեռախոսներ, համակարգիչներ, նույնիսկ լուսնագնաց, բայց արտադրում է մեկ այլ երկրի կողմից մշակված տեխնոլոգիաների հիման վրա։ Չինաստանը չունի սեփական տեխնոլոգիաներ։ Որպես օրինակ բարեկամներ, մենք կարող ենք արտադրել համակարգիչ, որը կարող է շատ մեծ համբավ ունենալ ամբողջ աշխարհում։ Սակայն այդ համակարգիչը գործարկվելու է արդեն իսկ գոյություն ունեցող օպերացիոն սիստեմաների համակարգերի հիման վրա, օրինակ Windows, MacOS, Linux եւ այլն եւ այլն եւ այլն։ Երբ կկարողանանք մշակել մեր սեփական օպերացիոն համակարգը, այդ ժամանակ այդ ապրանքանիշը կարող է համարվել հայկական տեխնոլոգիական նորարարություն։
կարծում եմ հասկանալի է։ Հիմա վերջինը բարեկամներ Չինաստանի մասին։ Ասում են Չինաստանն ունի իր արհեստական բանականությունը։ Այո, դա այդպես է։ Սակայն չինական արհեստական բանականությունը ստեղծված եւ գործում է արևմտյան տեխնոլոգիաների հիման վրա, ամերիկյան տոկեններով։ Եվ ես նորից պնդում եմ, Չինաստանը տեխնոլոգիական ինովացիաների երկիր չէ։ Չինաստանը դեռ տեխնոլոգիաներ սպառող երկիր է։ Օրինակ Խորհրդային Միությունը, հաշվի առնելով բոլոր թերություններն ու հակասությունները, տեխնոլոգիական ինովացիաների գիգանտ էր։ Ճիշտ է, ավելի շատ ռազմարդյունաբերության բնագավառում, բայց գիգանտ էր։ Եվ ընդամենը 34 տարի անց Ռուսաստանի Դաշնությունը, որը հռչակված է Խորհրդային Միության ժառանգորդ, այսօր համարվում է տեխնոլոգիաների առումով բավականին հետամնաց պետություն։ Իսկ թե ինչու է այդպես, սրա պատասխանը կարող եք գտնել մեր նախորդ թողարկումներից մեկում, որը անվանել ենք Հայաստանի ռազմական պոտենցիալը։ Ընդհանրապես բարեկամներ, տեխնոլոգիաների զարգացումը սկսվել է առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո եւ թափ է առել Սառը պատերազմի ժամանակ։ Հիմա դիտենք մի հատված բավականին ճանաչված Բիտվա за Մոսկվու գեղարվեստական ֆիլմից։ Ֆիլմում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունենում 1941 թվականի հուլիսի 30-ին։ Ստալինը համոզում է Մոսկվա ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հարի Հոփկինսին, որպեսզի ԱՄՆ-ն օգնի իրենց։ Нам нужны в первую очередь Առաջին հերթին մեզ պետք են զենիթային թնդանոթներ եւ ալումին։ Օգնեք մեզ, տվեք այնինչ մեզ պետք է եւ մենք կկարողանանք պատերազմել ամենակիչը 3-ից 4 տարի։ Mr. Stalin. Պարոն Ստալին, մատակարարումների հարցը պետք է լուծի հատուկ հանձնաժողովը, բայց դա հիմա հնարավոր չէ, քանի որ մենք դեռ չգիտենք պատերազմի վերջնարդյունքը։ Пока мы не узнаем об исходе происходящей битвы. Ֆիլմը նկարահանված է 1985 թվականին Խորհրդային Միության ժամանակ, իրական փաստերի հիման վրա։ Սա գեղարվեստական ֆիլմից մի հատված է։ Իսկ սա արդեն փաստավավերագրական ժապավենն է, որում վավերագրված է Հարի Հոփկինսի ժամանումը Մոսկվա։ Մինչ օրս պատմաբանները վիճում են, թե ով է հաղթել երկրորդ համաշխարհային պատերազմը, Խորհրդային Միությունը, թե հավաքական արևմուտքը, հատկապես թեժ քննարկումներ են գնում Լենդ-լիզի վերաբերյալ։ Լենդ-լիզ, այսպես են կոչում ոչ պաշտոնական ձևով այն ծրագիրը նախաձեռնությունը, որի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օգնություն են տրամադրել Եվրոպային եւ Խորհրդային Միությանը։ 1941 թվականին Հիտլերը պատերազմով ներխուժում է Խորհրդային Միություն։ Այդ ժամանակ Եվրոպան արդեն հանձնվել էր։ Բրիտանիան հոգեվարկի մեջ էր։ Խորհրդային Միությունն էլ պատրաստ չէր տևական եւ լայնամասշտաբ պատերազմի։ Աղքատ եւ հետամնաց Չինաստանը խեղդվում էր Ճապոնիայի հարձակումների եւ ճնշման տակ։ Բայց կար մեկը, որը կարող էր օգնել եւ նա գտնվում էր օվկիանոսից այն կողմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ On this table lie the title deed. Մեր առջև այս սեղանի վրա դրված են 10 ազգերի տիտղոսներ։ Այն պետությունների անվանումները, որոնց տարածքը ենթարկվել է բռնության եւ պղծվել է, որտեղ տղամարդիկ, կանայք եւ երեխաները ստիպված են տառապել եւ հալածվել Հիտլերի լծի տակ։ Բայց մենք բոլորս անկարող ենք եւ դատապարտված ենք ոչնչացման, եթե մեր փրկության աղաղակներին չարձագանքի եւ մեզ օգնության ձեռք չմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ուինսթոն Չերչիլ, 1940 թվական։
Ենթադրենք, որ իմ հարևանի տունը հրդեհ է բռնկվել, իսկ ես ռետինե խողովակ ունեմ։ Եթե հարևանս վերցնի իմ ռետինե խողովակը եւ հանգցնի կրակը, ապա նա իմ օգնությամբ կփրկի իր տունը։ Ենթադրվում է արդյոք, որ այդ ռետինե խողովակի օգտագործման համար ես նրանից կարող եմ պահանջել օրինակ $15։ Իհարկե ոչ, ինձ այդ գումարը պետք չէ, ինձ միայն պետք է, որ հարևանս կրակը մարելուց հետո վերադարձնի իմ ռետինե խողովակը։ Այս ձևակերպումից է սկսվում Լենդ-լիզի պատմությունը։ 1940 թվականին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի ելույթով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։ Lend-Lease թարգմանաբար նշանակում է տալ կամ հանձնել վարձակալության։ Մի քանի շաբաթ տևած թեժ քննարկումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը հաստատում է Ռուզվելտի կողմից առաջարկված օրենսդրական նախագիծը, ըստ որի Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է օգնություն տրամադրել դաշնակից երկրներին։ 1941 թվականի հունվարի 10-ին հրապարակվում է մի փաստաթուղթ, որը թույլ է տալիս նախագահին օգնություն տրամադրել այն երկրներին, որոնց պաշտպանությունը կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Փաստաթղթում հստակ նշում է, որ օգնության կարգով տրամադրված բոլոր այն ապրանքները, որոնք պատերազմից հետո կմնան օգտագործման համար պիտանի, պետք է վերադարձվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կամ նրանց համար պետք է վճարվի։ 1941 թվականի մարտի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը ստորագրում է փաստաթուղթը եւ հաստատում է դաշնակիցներին օգնության տրամադրելու մասին օրենսդրական փոփոխությունը։ Սակայն դաշնակիցների առջև ծառանում է մեկ այլ խնդիր։ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածով անցնող ճանապարհը, որով Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությունը պետք է հասներ իրենց հասցեատերերին, խիստ խոցելի եւ վտանգավոր էր։ Այդ ժամանակ Ատլանտյան օվկիանոսը գտնվում էր նացիստական Գերմանիայի ռազմածովային ուժերի վերահսկման տակ։ Տեղ էին հասնում բեռների միայն 30%-ը։ Պետք էր գտնել այլ ընտրանք։ Այստեղ առաջ է գալիս Իրանը։ Իրանով անցնող ճանապարհը միակն էր, որով բեռները անվտանգ կարող էին հասնել Խորհրդային Միություն, այնտեղից էլ դեպի Եվրոպա։ Սակայն այստեղ էլ կար խնդիր։ Բրիտանիայի օգնությամբ իշխանության եկած Իրանի շահ Ռեզա Փեհլևին հիմա արդեն համակնում էր Մուսոլինի եւ Հիտլերի գաղափարախոսությանը։ Ռեզան փորձում է խոչընդոտել մատակարարման ընթացքին։ 1941 թվականի օգոստոսի 25-ին Բրիտանիայի եւ Խորհրդային Միության զորամիավորումները ներխուժում են Իրան։ Իրանի շահ Ռեզա Փեհլևին արտաքսվում է Յոհանեսբուրգ։ Բրիտանիան եւ Խորհրդային Միությունը իշխանության են բերում Ռեզա Փեհլևու որդուն Մոհամմադ Ռեզա Փեհլևիին։ Այսպիսով լուծվում է Իրանի տարածքով մատակարարման հարցը։ Սրա մասին արդեն մանրամասն խոսել եմ մեր նախորդ թողարկումներից մեկում, որը անվանել ենք պատերազմ թե խաղաղություն։ Դիտեք բարեկամներ, շատ հետաքրքիր է, դիտեք, որ այս թողարկումը ավելի ամբողջական լինի։ Ամերիկյան նավերը Պարսից ծոցով հասնում էին Իրան։ Այնտեղից ցամաքային ճանապարհով բեռները հատում էին Իրանի տարածքը, հասնում էին Խորհրդային Միություն, այնտեղից էլ հարկ եղած դեպքում իրենց ճանապարհը շարունակում էին դեպի Եվրոպա։ Իդեպ, Պարսից ծոցից մինչև Խորհրդային Միության սահման հասնող գրեթե բոլոր ճանապարհները եւ երկաթգիծը
կառուցվել է հենց այդ ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Красная армия достойно выполнила. Կարմիր բանակը պատվով կատարեց իր պարտքը եւ ազատագրեց մեր հայրենիքը թշնամուց։ Իոսիֆ Ստալին 1945 թվական։ Սա է բարեկամներ Լենդ-լիզի ամբողջական պատմությունը, որի շուրջ այդքան վիճում են պատմաբանները։ Հիմա ենթադրենք, որ հարևանիս տունը հրդեհ բռնկվի ու հարևանս իմ օգնությամբ այդ հրդեհը մարի։ Կարելի է ենթադրել, որ առանց կողմնակի օգնության այդ հրդեհը հնարավոր չէ մարել։ Պատասխանը շատ պարզ է։ Այո, դա այդպես է։ Առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ոչ Բրիտանիան, ոչ Խորհրդային Միությունը եւ ոչ էլ մեկ այլ երկիր նացիստական Գերմանիային հաղթելու հնարավորություն չունեին։ Բայց իմ պատմությունը ավելի շատ տեխնոլոգիական զարգացման մասին է բարեկամներ եւ ակնհայտ է, որ 1940-ական թվականների սկզբներին աշխարհում տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներն էին Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Գերմանիան։ Չինաստանի տնտեսական վերելքը սկսվել է մոտավոր 30 տարի առաջ։ Այդ ժամանակ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Խորհրդային Միությունը, թե Եվրոպան, մասնավորապես Ֆրանսիան տեխնոլոգիաների զարգացման առումով գտնվում էին Չինաստանից ամենակիչը 50 տարով առաջ։ Որ Չինաստանը շատ հզոր տնտեսություն ունի եւ շատ հզոր արդյունաբերություն, անտեսել չի լինի։ Բայց եթե կա կարծիք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելուց հետո մենք կստանանք նոր տեխնոլոգիաներ, քիչ հավանական է։ Այդ տեխնոլոգիաների հեղինակները հեշտությամբ կարող են Չինաստանին արգելել իրենց տեխնոլոգիաները վաճառել այլ երկրներին։ Շատ պարզ եւ հասարակ։ Զարգացման այլ ճանապարհ է պետք փնտրել։ Հիմա անցնենք մեր հարցերին։ Նորից կրկնեմ չարի վերջը հեքիաթի սկիզբը։ Լինում է մի սար, այն սարում մի ծառ։ Այն ծառում փչակ, փչակում մի բուն, բնում 3 ձակ ու վրեն կկուն։ Կկուն բարեկամներ, ընդհանրապես բույն ունենում է թե ոչ։ Բնությունը այդպես է կարգել եւ սահմանել, կկուն բույն չունի։ Նա ձու է դնում ուրիշ թրջնի բնում։ Ավելին, ձվից նոր դուրս եկած կկվի ձագը բնից դուրս է նետում իրական ձագերին։ Կկուն համարվում է տնաքանդ թրջուն, այնտեղ որտեղ հայտնվում է կկուն, այդ տունը քանդվում է։ Զարմանալին այն է բարեկամներ, որ բոլորս շատ լավ գիտենք այս հեքիաթը, մի քանի անգամ կարդացել ենք եւ կարդում ենք մեր երեխաների համար, բայց չենք նկատում ամենաակնհայտն ու կարևորը, որը որ մեր աչքի առջև է։ Նման օրինակները շատ են բարեկամներ, որպեսզի հասկանանք հեքիաթները, որոնք իրականում հեքիաթ չեն, այլ կյանքի խորհուրդ, պետք է պատկերացում ունենալ նաեւ խորհրդանիշներից, սա հասկանալի է։ Բայց ինչ կապ ունեն հեքիաթները եւ խորհրդանիշները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ շատ ուղիղ կապ ունեն բարեկամներ, որպեսզի հասկանանք, պետք է տեղափոխվենք այլտեղ։ Տեղափոխվեցինք Երևանի վերնահարկ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Իմ աջ կողմում հաղթանակի զբոսայգին է։ Ներքևում մեր եւ զբոսաշրջիկների կողմից շատ սիրված կասկադը։ Հետո օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը։ Հերվում ուրվագծվում է ազգային պատկերասրահը։ Ես կանգնած եմ Կասկադի բարձունքում, որտեղից Երևանին է նայում մեր ազգային խորհրդանիշներից մեկը՝ Ցորենի հասկը։ Ինչպես նկատեցիք բարեկամներ, թվարկածս բոլոր շինությունները գտնվում են մեկ ուղիղ գծի վրա, եւ դրանց տեղաբաշխումը պատահական չէ։ 1919 թվական։ Ալեքսանդր Թամանյանը վերադառնում է հայրենիք նոր մայրաքաղաք նախագծելու եւ կառուցելու երազանքով։ Երկար նախապատրաստական աշխատանքներից հետո 1925 թվականին սկսվում է նոր Երևանի շինարարությունը։ Մեր կյանքում ամեն ինչ պետք է ունենա իմաստ եւ պետք է լինի հիմնավորված։ Օրինակ, երբ նոր գործ ենք սկսում, շատ երկար մտածում ենք ինչպես անվանել, ինչ է այն խորհրդանշելու։
Մեր երեխաների անունները շատ երկար ընտրում ենք եւ մտածում ենք դրանց իմաստի եւ խորհրդի մասին։ Թամանյանը բացառություն չէր եւ իր երեխայի Երևանի նոր հատակագծի իմաստը հավաքել էր հյուսիսային ճառագայթի շուրջ։ Մենք հիմա ասում ենք հյուսիսային պողոտա, որն այսօրվա Երևանի մի փոքրիկ հատվածն է։ Ըստ Թամանյանի հատակագծի հյուսիսային ճառագայթը սկսվում էր Երևանի հարավից, Արարատ լեռան տակից եւ հասնում էր մինչեւ Կասկադ։ Ճառագայթը խաչվում էր միայն երկու կարևորագույն շինությունների հետ՝ սկզբում Հայաստանի պատմության եւ մշակույթի ազգային թանգարանի, հետո օպերայի եւ բալետի թատրոնի հետ։ Ֆինանսավորման բացակայության պատճառով Թամանյանը չի հասցնում ավարտին հասցնել ոչ հյուսիսային ճառագայթը, ոչ օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, ոչ քաղաքային զբոսայգին, որն այսօր կոչվում է Հաղթանակի այգի, ոչ Օղակաձև այգին, ոչ էլ Կասկադը։ Խորհրդային միության ղեկավարները ֆինանսավորումը կրճատում են 33 միլիոնից մինչև 500,000 ռուբլի։ «1950 թվականի նոյեմբերի 29-ին բացվում է Հաղթանակ հուշահամալիրը։ Հուշահամալիրը նվիրված է հայրենական մեծ պատերազմին։ Խորհրդանշում է խորհրդային միության հաղթանակը նացիստական Գերմանիայի նկատմամբ։ 1972 թվականին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը եւ Ասլան Մխիթարյանը նախաձեռնում են Կասկադի շինարարությունը։ Նույն ֆինանսական բացակայության պատճառով աշխատանքները կանգ են առնում եւ Կասկադը մնում է անավարտ եւ մինչ օրս էլ Կասկադի վերնամասը անավարտ է։ Երկար պատմեցի բարեկամներ, բայց այլ տարբերակ չկա, շատ կարևոր է։ Ինչ էր նախագծել Թամանյանը, ինչ էր ուզում ասել, ինչ էր ուզում թողնել մեզ։ Ըստ Թամանյանի նախագծի օպերայի եւ բալետի թատրոնի հարակից տարածքը պետք է հագեցած լիներ լսարաններով, ընթերցարաններով, ցուցասրահներով, գրադարանով, այսինքն պետք է լիներ կրթական կենտրոն։ Նորից ըստ Թամանյանի նախագծի Հայաստանի պատմության եւ մշակույթի ազգային թանգարանը, այսօր ազգային պատկերասրահը, խորհրդանշում է մեր հայրերիս որպես ազգ ձևավորումը, կայացումը։ Այն ազգը, որը չունի մշակույթ, ազգ կոչվելու իրավունք չունի բարեկամներ, սա ժամանակի ընթացքում ձևավորված փաստ է։ Թամանյանի հյուսիսային ճառագայթը սկիզբ է առնում բիբլիական Արարատից, մեր պատմությունից։ Այն խորհրդանշում է մեր անցյալը, անցած ուղին, պատմությունը, թե որտեղից ենք մենք գալիս։ Ճանապարհին խաչվում է Հայաստանի պատմության եւ մշակույթի ազգային թանգարանի հետ։ Այստեղ ի հայտ է գալիս մեր մշակույթը, մենք ձևավորվում ենք որպես ազգ։ Հետո խաչվում է կրթական համալիրի հետ։ Այստեղ կրթվում եւ զարգանում ենք եւ Կասկադով սկսվում է մեր վերելքը դեպի իմաստության գագաթնակետը, որտեղից վեր է խոյանում Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշը, ցորենի հասկը։ Հասկը հասունացավ, ազգը կրթվեց, իմաստացավ, բարձրացավ եւ հաղթեց։ Եվ նույն հարթության վրա է գտնվում Հաղթանակի զբոսայգին, որը թեպետ նվիրված է հայրենական մեծ պատերազմին, սակայն նրա ամենագլխավոր խորհրդանիշը Մայր Հայաստանն է, որի հայացքը ուղղված է դեպի Արարատ լեռը։ Քիչ խառը ստացվեց բարեկամներ, բայց կարծում եմ կարողացա տեղ հասցնել բուն իմաստը։ Եթե մեկ նախադասությամբ ձևակերպել, կստացվի այսպես. Չմոռանալով անցյալը, մեր պատմությունը, մեր անցած ուղին, պետք է նայել առաջ, դեպի ապագան, կրթվել, զարգանալ, որպեսզի հաղթել։ Սա էր Թամանյանի մեզ թողած խորհուրդը։ Հայաստանի երրորդ հանրապետության ոչ մի ղեկավար, ոչ մի իշխանություն, ի տարբերություն մեր մեծերի, չի հասկացել պետականաշինության բուն իրական իմաստը։ Մենք տեսնում ենք, չէ՞ բարեկամներ, ինչ է կատարվում մեր քաղաքներում, գյուղերում։ Անիմաստ, անկանոն շինարարություն, որը աղավաղում է մեր շրջակա միջավայրը, քաղաքները, բնակավայրերը, համատարած ծառահատում, կանաչ գոտիների կրճատում նոր շենք շինություններ կառուցելու համար։ Մեր նախնիները, մեր մեծերը բարեկամներ, իմաստ ու խորհուրդ են դրել ամեն մի մասնիկի մեջ։ Սակայն հիմա դա անցալվում է խելագարություն եւ անհիմն լիրիկայի դրսևորում։ Այն ինչ կատարվում է բարեկամներ, կատարվում է մեր աչքի առջև։
Իսկ ինչ է կատարվում մեր աչքից եւ ականջից հեռու, օրինակ արտաքին քաղաքական ասպարեզում։ Շատ անգամ ասում ենք, դե մենք չգիտենք ինչ են մեզանից ուզում եւ իրականում ինչ է կատարվում մենք չենք կարող ասել։ Այո, ճիշտ է, այո, դա այդպես է։ Բայց հարցս բարեկամներ հետեւյալն է։ Մեր ղեկավարները ինչ արժեքներով եւ մտքերով են առաջնորդվում արտաքին հարաբերություններում որոշում կայացնելիս։ Հարցի պատասխանը բարեկամներ շատ պարզ եւ հասարակ է։ Ինչպես օրինակ, չարի վերջը հեքիաթում մեր աչքի առջև է, սակայն մենք դա չենք նկատում։ Մեր ղեկավարները չեն հասկանում շատ հասարակ բաներ, հետևաբար հարց է առաջանում. ինչպես կարող են հասկանալ եւ ճիշտ կողմնորոշվել արտաքին հարաբերություններում, որտեղ շատ ավելի բարդ լուծումներ են պահանջվում։ Մարդիկ չեն հասկանում կամ հասկանում են, բայց չեն անում։ Երկու դեպքում էլ պատասխանն ակնհայտ է եւ պարզ է։ Նրանք պետություն շինել եւ կառուցել չեն կարող։ Մտածելու բան կա, բարեկամներ։ Ժամանակ առ ժամանակ բարեկամներ այսպիսի օրինակներով կանրադառնամ մեր ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններին։ Այսօրվա եթերը առանձնահատուկ էր։ Մեկ բաժանորդի հարցի շուրջ կառուցվեց լայնածավալ այս մեր եթերը։ Շնորհակալություն համ հարցի, համ ձեր տեսակետի համար։ Գրեք ինչի մասին խոսենք բարեկամներ, գրեք ձեզ ինչն է ավելի հետաքրքիր եւ բաց չթողնեք առաջիկա ուրբաթ օրը Վահրամ Քոչարյանի եթերը։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն աջակցել մեր նախագծերին, տեղեկությունը կտեղադրեմ թողարկման մեկնաբանություններում եւ թողարկման նկարագրության հատվածում։ Բաժանորդագրվեք բարեկամներ մեր AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքին։ Մեկնաբանեք, գրեք ձեր դիտարկումները, տարածեք, կիսվեք մեր տեսանյութերով։ Սա կլինի ձեր ամենամեծ օգնությունը մեր գործին բարեկամներ։ Մինչ առաջիկա երեքշաբթի։